Մարդկությանը մշտապես հետաքրքրող հարց. ինչպիսին կլինեն աշխարհի վերջին ժամանակները։ Այս հարցը նոր չէ, այն հազարավոր տարիներ առաջ արդեն հնչել էր։ Երբ Հիսուսի աշակերտները հարցրին նրան, ինչ նշան կլինի քո գալստի եւ աշխարհի վախճանի, Հիսուսը նրանց պատասխանեց. նա խոսեց մի շարք նշանների մասին, որոնք պիտի երևան ժամանակի ընթացքում։ Այդ նշանները շատերի կողմից կոչվում են վերջին ժամանակների նշաններ։ Աստվածաշնչի տարբեր հատվածներում կարելի է գտնել այդ նկարագրությունները։ Առաջին նշանը, որի մասին խոսվում է, խաբեությունն ու կեղծուսմունքներն են։ Հիսուսն ասաց, որ շատ մարդիկ կգան եւ կփորձեն խաբել մարդկանց, ներկայացնելով իրենց որպես ճշմարտության կրողներ։ Նա զգուշացրեց, որ շատերը կարող են մոլորվել, եթե զգոն չլինեն։ Երկրորդ նշանը պատերազմներն ու հակամարտություններն են։ Աստվածաշնչում գրված է, որ ազգերը կբարձրանան ազգերի դեմ եւ աշխարհում հաճախակի կլինեն պատերազմների լուրերը։ Սա չի նշանակում, որ պատմության մեջ առաջին անգամ են պատերազմներ լինում, բայց դրանք դառնում են մարդկության մեծ անհանգստության աղբյուր։ Երրորդ նշանը բնական աղետներն են։ Աստվածաշնչում նշվում են երկրաշարժեր, սովեր եւ այլ դժվարություններ, որոնք տարբեր վայրերում կարող են տեղի ունենալ։ Այս երևույթները մարդկանց հիշեցնում են, որ բնությունը նույնպես կարող է փոփոխությունների միջով անցնել։ Չորրորդ նշանը մարդկանց սրտերի փոփոխությունն է։ Աստվածաշունչը ասում է, որ ժամանակի ընթացքում շատ մարդկանց մեջ կարող է նվազել սերը եւ մարդիկ կարող են ավելի շատ մտածել իրենց շահերի մասին։ Սա ներկայացվում է որպես մի հոգեվոր փոփոխություն հասարակության մեջ։ Հինգերորդ նշանը Աստվածաշնչի տարածումն է ամբողջ աշխարհում։ Հիսուսն ասաց, որ Աստծո արքայության մասին բարի լուրը պիտի քարոզվի բոլոր ազգերին եւ միայն հետո կգա վերջը։ Շատ հավատացյալներ կարծում են, որ այս գործընթացը շարունակվում է նաեւ մեր օրերում։ Վեցերորդ նշանը կապված է Երուսաղեմի եւ Իսրայելի պատմական իրադարձությունների հետ։ Աստվածաշնչում նշվում է, որ այս տարածաշրջանը կարևոր դեր կունենա աշխարհի պատմության մեջ։ Այդ պատճառով շատերը ուշադրությամբ հետևում են այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ վերջապես 7-րդ նշանը մարդկության մեջ աճող անհանգստությունն ու սպասումն է։ Աստվածաշունչը նկարագրում է մի ժամանակ, երբ մարդիկ կզգան անորոշություն եւ կփորձեն հասկանալ, ինչ է տեղի ունենում աշխարհում։ Այս նշանները տարբեր կերպ են մեկնաբանվում մարդկանց կողմից։ Ոմանք կարծում են, որ դրանք արդեն տեսանելի են մեր ժամանակներում։ Մյուսները կարծում են, որ դրանք եղել են նաև պատմության այլ ժամանակներում։ Սակայն Հիսուսի խոսքերը մի կարևոր բան են հիշեցնում։ Այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի, անգամ Աստծո Որդին, գիտի միայն Հայրը։ Այս խոսքերը սովորեցնում են, որ ամենակարևորը ոչ թե վախենալն է կամ ժամանակը գուշակելը, այլ ապրել զգոնությամբ, հավատքով եւ սիրով։ Եվ այդ հարցը շարունակում է մնալ մարդկության մտքերում։ Արդյոք այս նշանները պարզապես պատմության կրկնվող փուլեր են, թե դրանք իսկապես ցույց են տալիս, որ մարդկությունը մոտենում է մի նոր ու մեծ շրջադարձի։